Բարև ձեզ, հարգելի Արթուն ենք շարժման համակիրներ, հարգելի ընկերներ, հարգելի գաղափարակիցներ, օրորի շատացող։ Ես շնորհակալ եմ աջակցության նամակների համար, կրկնում եմ, մեզ որևէ նյութական այլ աջակցություն այս պահին անհրաժեշտ չի, հետևաբար ուղղակի շոյված ենք ձեր աջակցության, ձեր գաղափարակցության համար, այս փուլում դա շատ կարևոր է։ Իսկ մարդկային, այսինքն անձամբ աջակցելու փուլին մենք դեռ կհասնենք, ես այդ մասին առանձին վիդեո կանեմ, որտեղ անպայման մանրամասն կբացատրեմ ձեզ, թե իմպիչմենտի գործընթացի որ փուլում եւ ոնց ենք մենք պատկերացնում, ինչ ֆորմատով ենք պատկերացնում մարդկանց, այսպես ասած, ժողովրդի աջակցությունը, ինչպես նաև անդրադարձ կանենք ժողովրդի աջակցության նախկին դրսևորումներին, որոնց մասին անդադ խոսվում է, թե ինչու ժողովրդի աջակցությամբ նախկին շարժումները տապալվեցին ու ինչու է մեղքը մինչև հիմա բոլոր խնդիրների մեղավորությունը փորձում բարդվել ժողովրդի վրա, ժողովուրդը չքվեարկեց 21 թվին, ժողովուրդը դուրս չեկավ փողոց, ժողովուրդն է մեղավոր ըստ մեր ընդդիմության, բայց իրականում այն ինչ որ դուք տեսնում եք, սա էլիտաների դավաճանություն է, սա էլիտան է դավաճանում ժողովրդին, այլ ոչ ժողովուրդը ոչ մի մեղավորություն այս պահին ես չեմ տեսնում, որ ունի, ժողովուրդը նույնիսկ մեղավոր չէր 2018 թվականից, այսինքն ես այդտեղ էլ որից է առումով ժողովրդին չեմ մեղադրում, մենք 2018-ին, 2021-ին, 2022-ին, երկու անգամ, 2023-ին Արցախի հանձնման ժամանակ, 2024-ին Սրբազանի պայքարի ժամանակ եւ նաեւ ապագայում պլանավորվում է, մենք տեսնում ենք էլիտաների դավաճանություն ժողովրդին, այլ ոչ հակառակը։ Հետևաբար այն գործիչները, ովքեր ժողովրդին ինչ-որ բանում մեղադրում են, նրանք վստահեցնում եմ ձեզ անլուրջ մարդիկ են, վախկոտ մարդիկ են, ովքեր իրենց կերած բողկերը փորձում են տարածեն ժողովրդի վրա ու ժողովրդի անունից ինչ-որ բաներ անեն։ Ինչու եմ հիմա ես լայվ մտել, հիմնական բուն նպատակս որն է, ես մի քանի օր հրադադար էի տվել, պատգամավորներին չէի անդրադառնում, որովհետև կար եւ հիմա էլ շարունակվում է process ընդդիմադիր տեխնացուի շուրջ բանակցությունների process կար եւ ես չի ուզում իմ սուր ելույթներով, սուր խոսքով այդ process-ը վտանգի տակ դնեմ, այդ process-ը հիմա էլ շարունակվում է, ընդ որում այդ process-ի ճուզողների մասին հեսա կանրադառնամ ադհատ, հարցը դա չի, բայց դա էս Պերիմիրյան չէր կարա այդպես շուտ երկար տևեր եւ process-ն էլ չի կարա դիմադիր տեխնացուի բանակցության process-ն չի կարա շուտ երկար տևի, ընդ որում ես ենթադրում եմ, որ հատկապես Հայաստան խմբակցության շատ պատգամավորների համար երևի անակնկալ կլինի պատկերացնում եք, ասինքն բանակցություններ ա գնում, բայց իրենց մեծ մասը խաբար չեն, իհարկե կան պատգամավորներ, ովքեր Հայաստան խմբակցությունից, ովքեր ակտիվ այդ process-ի մեջ կան, հարցը դա չի, բայց հիմնականում խմբակցությունը երջանիկ անտեղեկության մեջ է, բայց դա կապ չունի, կարևորը process-ը վերջնական ավարտին հասցվի, այսինքն մենք ունենանք վերջապես ընդդիմադիր տեխնացու եւ որը ընդունելի կլինի բոլորի համար, բոլոր ընդդիմադիր բևեռների համար եւ վերջապես սկսենք այդ չարաբաստիկ իմպիչմենտի գործընթացը։ Ես այս վերջերս այս մի քանի օրը տեսա, որ նաեւ ինձ շատ մտերիմ մարդկանց մասին է խոսքը, հատկապես Հայաստան խմբակցության պատգամավորներից, օրինակ Իշխանը Սաղաթելյան հարցազրույց էր տվել Նյուզերմին, Գառնիկը Դանելյան երեք հարցազրույց էր տվել 168-ին, Գեղամը Մանուկյան հարցազրույց էր տվել Թերթ-ին ու ես տեսա մի հատ օրինաչափություն, շատ ահավոր օրինաչափություն, որ ինձ իրականում նեղեց այդ օրինաչափությունը, շատ վատ վիճակում են հայտնվել Հայաստան խմբակցության պատգամավորները,
իրանք այլևս չեն կարողանում լրատվական տաղավարներում նորմալ հոդաբաշխ բացատրեն, թե ինչի իրանք չեն նախաձեռնում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց։ Սկզբում իրանք փորձում էին դա ինչ-որ ասել, որ իրանց դեմ է, չգիտեմ ինչի Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը իրանց դեմ է։ Հենց այդ թեզին է կանդրադառնամ, ով է իրանց դա ասել, որ իրանք ասեն։ Հետո իրանք փորձում էին այդ իմպիչմենտ չանենք, բայց եկեք ազգային ժողովում կռիվ անենք, եկեք, չգիտեմ, քֆուր տանք, եկեք գնանք բան Գեղամանուկյանի Մասրիկ գյուղի ինչ-որ եսի ինչի հարց լուծենք, բան, ինչ-որ տարբեր այլ բաներով զբաղվենք, օրինակ Գառնիկ Դանիելյանը հայտարարում էր, որ ինքը այլևս ոչ թե սակուրնաներից բաներ է կախում, թիթեռնիկներ է կախում ԿՊԱ-ական падգամավորների հետ, այլ կոնյակագործների խնդիրներով է փորձում զբաղվի եւ այլն եւ այլն։ Այսինքն իմպիչմենտ չենք անում, բայց անում ենք եսիմ ինչ որ ուրիշ բաներ։ Ընդ որում լրագրողները արդեն բավական այդ առումով արդեն մասնագիտացած են իմպիչմենտի առումով, եւ այլևս Հայաստան խմբակցության падգամավորներին չի հաջողվում այդ այսպես ասած անձրևի կաթիլների տակով տենց հմտորեն գնալ, որովհետեւ այդ իմ նշած գոնե առնվազն 3 այդ հարցազրույցների վերջում թե Գառնիկ Դանիելյանը 3 հոգոց անելով եթերում ասում էր ինչի եք անդադ այդ հարցը տալի իմպիչմենտից մի տվեք բան։ Գեղամանուկյանը եթերում նույնիսկ ասաց, որ կարելի է ես թողեմ գնամ, ես ուրիշ հանդիպում ունեմ, եթերը ընդհատենք գնամ։ Իշխան Սաղաթելյանը նյարդայնացավ բան Newsem-ի ընդ որում իրանցականն էլի Newsem-ի հարցազրույցի ժամանակ եւ ասաց, որ պնդեց կոչարեց, то есть հայտարարեց, որ ինքը այլևս ոչ մի հարցի չի պատասխանելու իմպիչմենտի հետ կապված։ Ինչի է իրավիճակը սենց լարվել։ Նայեք, ձեզ ասեմ, հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ ջան, դուք սկզբում երևի հույս ունեիք, որ այս process-ը, այս գործընթացը ինքը տենց մալան արեկը տենց մի երկու օր կասի կհոգնի կեթատոն ու լավ կլինի ու դա սաղ կմոռանան, թե որ իրանք իմպիչմենտին դեմ են եղել։ Դա տենց չի, դուք տեսաք, որ դա տենց չի, այս հարցը արդեն մտել է քաղաքական օրակարգ ու մտել է վերջնական, այսինքն այս հարցից այլևս անհնար է խուսափել։ Սա հնարավոր մի ձևով, եթե չթակ եթերներ։ То есть ընդհանրապես հարցազրույց չտակ, խուսափեք լրագրողներից, այդ ժամանակ ձեզ իմպիչմենտից հարցեր ոչ մեկ չի տա։ Այլևս։ Բայց չեմ կարծում, որ քաղաքական գործունեության մեջ գտնվող մարդը կարա շատ երկար ժամանակ լրագրողներից խուսափի, հա, այդպես չի լինում։ Հետևաբար դուք անդադ առերեսվելու եք այդ խնդրի մեջ։ Ինչ եք հայտնվել այդ խնդրի մեջ։ Դուք ինձ կարող եք չասել, նույնիսկ իմ դեմ կարող եք այդպես խոսել բան, բայց հարգելի հանրություն, ձեզ եմ դիմում, բանը նրանումն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան խմբակցության падգամավորներին դրել է շատ վատ վիճակի մեջ, նա Հայաստան խմբակցության падգամավորներին ստիպում է անդադ հանդես գալ իմպիչմենտի դեմ կարգավիճակում, անդադ լեղոզել, ինքը արգելել է ընդհանրապես իմպիչմենտ նախաձեռնել Հայաստան խմբակցության կողմից, ինչը Հայաստան խմբակցության падգամավորները փորձում են եթերով բացատրեն, այսինքն փորձում են բացատրեն անբացատրելին։ Քոչարյանը արգելել է ու ինքը տունը լրված է, ինքը այդ մոմենտով հարցազրույցներ բաներ չի տալի, ինքը իր համար լավ է, ինքը տալուց էլ հավաքում է իր ոնց որ թևի տակի ԶԼՄ-ներին, իրան այդպես հարցեր անհարմար չեն տալի, անհարմար վիճակի մեջ հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ հայտնվում եք դուք։ Հեսա կանդրադառնանք ընդհանրապես խեք հայտնվում, դրա գինը որն է ընդհանրապես, բայց կապ չունի։ Հիմա իրավիճակը այն փուլում է, այն կետում է, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ամբողջ ուժով փորձում է պայթացնի իմպիչմենտի օրակարգը։ Ընդ որում դա փորձում է անի խմբակցության падգամավորների ձեռքով, իր ձեռքով չէ։ Ասեմ ձեզ, էլի հիմա այս պահին բան չեմ ասում, հեսա որ բանակցային գործընթացը ավարտվի տեխնացուի շուրջ, չեմ ասում, որ չպայթացվենք էլի այդ գործընթացը։ Ես մանրամասն ձեզ կներկայացնեմ այդ գործընթացը ամբողջությամբ։ Թե Ռոբերտ Քոչարյանը ինչ է խոսել այդ տեխնացուի հետ կապված, ընդհանրապես իմպիչմենտի տեխնացուի հետ կապված ինքը ինչ ասել, ինչ արտահայտվել եւ այլն եւ այլն։ Ոնց է փորձել է հենց անի որպեսի այդ ընդդիմադիր տեխնացուն երբեք չհայտնվի,
ու իրավիճակը գնա դեպի 2026-ի իր սիրելի ընտրություններ, որ ինքը մի կռուկ է խափի մարդկանց ասի կրելու ենք։ Այդ սա մանրամասն ես կպատմեմ, անուն առանուն ձեզ կպատմեմ, տեղակ կպահեմ։ Ոնց է փորձել Քոչյանը սպառնա իր այդ ինտերնետային քֆուրչի ակտիվիստներով, որ տիպը եթե impeachment-ում տեխնացու առաջադրվի, ինքը չի կարա իր համակիրներին հետ պահի այդ տեխնացուին հայհոյելու առաքելությունից, այսինքն խեղճ մարդը գիտեք չի կարում իր համակիրների վրա։ Իր համակիրները տենց հավաքվում են, որոշում են, իր համակիրներն են իրան առաջնորդում, ոչ թե ինքը իր համակիրներին, էլ այդ խեղճ մարդը չի կարում իր համակիրներին բանանի առաջնորդի, էլի, ինքը օբշի երկրի առաջնորդի հայտ է ներկայացրել, ուզում է ինձ առաջնորդի, բայց ինքը դժի իր համակիրներին չի կարում առաջնորդի այս պայդրությամբ, էլ ինքը տենց բաներ է ասել, բայց այդ մասին ավելի մանրամասն ձեզ կպատմեմ բանակցային գործընթացի ավարտից հետո։ Հիմա դուք նաև տեսել եք, հարգելի հանրություն, տեսել եք, որ հայտնվել են քոչարյանական բազմաթիվ կեղծ Google account-ներ, որոնցով մեկնաբանություններ են գեներացվում YouTube-ի վիդեոների տակ, այսինքն ինչ X մարդը հարցազրույց է տալի, X քաղաքագործիչի, որ մտնում են ինչ որ հիմարագույն կենթանիներ, ֆեյքեր, ոնց իմ ֆնգյուլ, բան տենց ինչ որ անուններով ֆեյքեր ու տակը սկսում են գրել Մեծն Քոչարյան, դու կփրկես Հայաստանը, դու միշտ ճիշտ ես եղել, բանսն ինչ որ բաներ են գրում, կամ սկսում են հայհոյել այդ բանախոսին ու հայհոյել երրորդ նախագահային հիմա ավելի, ասենք, բացահայտ կամ ցանկացած մարդու, որ այդ պահին Ռոբերտ Քոչարյանը տեսնում է իր դեմս այդ մարդու հակառակորդ, այսինքն օրինակ Արման Թաթյանը երկու անգամ հարցազրույց է տվել, վсё, Քոչարյանը պանիկայի մեջ է ընկնում, իր համակիրներին ասում է դավայ այդ YouTube, Google account-երով մտեք Թաթյանի բանի տակ, վիդեոների տակ գրեք քֆուրներ, գրեք տականք շուն կլոուն, բան դեր ինչ որ Սերժի ծաղրացու, Միշիկի ես իմ կլոունի, բան ինչ ասես բաներ գրեք, որ այդ մարդը բան է, որ հանրային տպավորություն ստեղծվի, որ այս բոլորը ուղակի պաշտում են Ռոբերտ Քոչարյանին։ Սա ձեզ տեղեկացնեմ, որ այդ account-ները, ասենք 20-30 account-ը մի մարդ է կառավարում, այսինքն մի մարդ մտնում է տարբեր անուններով այդ էշ մեկնաբանությունները դնում է, այս նույն մեթոդով աշխատում էին ժամանակին Նիկոլենք, հիմա այդ մեթոդը փոխարել են ԿՊ-ները, այսինքն Քոչարյանի պաշտպաններն են բանալել, փոխարել ու փորձում են օգտագործեն։ Հիմա այդ ԿՊ-ները, այսինքն Քոչարյանի պաշտպանները կենտրոնացել են բանի վրա, impeachment-ի գործընթացի դեմ տենց ինչ-որ աշխատանք տանելու վրա, գործառութային առումով էդ են անում։ Ինչ է հետո արել Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը իր մոսկովյան այցի ժամանակ փորձել է նաև այդ իր ընտրություններին սպասենք, ոչ մի բան չանենք թեզը, այնտեղ նաև քննարկի, սակայն տեղեկացնեմ ձեզ, ապարդյուն, այդ ձեզ եմ տեղեկացնում Հայաստան խմբակցության падգամավորներ ջան, որտեղ ձեզ ուրիշ բան է ասվում, իրականությունը իմանաք։ Իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, այսպես ասած, ստանա այդ իր պատկերացումներով համաշխարհային դաբրոն։ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի աջակցությունից մնացել է մենակ Վլադիմիր Պուտինի նկարը, որը ինքը ասուլիսի ժամանակ կախում է այդ նկարի տակ ասուլիս է տալի, որ տիպը սա տեսեք, ես Պուտինի հետ ընկեր եմ եղել, ընկեր եմ, то есть հիմա եմ ընկեր։ Ռոբերտ Քոչարյանին այլևս ես չգիտեմ երբևէ եղել է այդ աջակցությունը թե չէ, բայց հաստատ այս պահին Ռուսաստանի Դաշնությունը չի դիտարկում, Ռուսաստանի Դաշնությունը ոչ մեկ չի դիտարկում որպես միասնական ընդդիմության տեխնացու կամ ինչ-որ գլխավոր ընդդիմադիր դաժե, բան ոչ մեկ այդ միտքը չկա այնտեղ։ Հավատացնում ձեզ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների մասին բազմաթիվ տեղեկություններ կան, ընդ որում տեղեկություններ, որոնք Քոչարյանն ինքն է իր երազանքների տեղեկությունները տարածում է կամ են լրատվամիջոցով փող տալով տարածում է, որ ինքը գնաց այնտեղ Մոսկվայում բոլորը իրան ասեցին, օ մեծ ըն Քոչարյան դու բան ես Հայաստանի ընդդիմության ղեկավարն ես, մենք բոլորս անհամբեր սպասում ենք երբ ես դու առաջադրվելու, որ բոլորը ամբողջ Կրեմլը վերանվանենք, բան անենք, տանենք
ձեր անունով գրանցենք, ձեր խմբակցության անունով։ Բայց իրականությունը լրիվ այլ է, իրականությունը այն է, որ ինքը այո, փետրվարին գնացել է, փորձել է ինչ-որ ներկայանա որպես ընդդիմության լիդեր, ընդդիմության առաջնորդ, մեղմ ասած դա իրան չի հաջողվել, մեղմ ասած դա լուրջ չի ընդունվել, որովհետև հակադուրումը դրա կան թվեր, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր հակավարկանիշով կրկնում եմ լրիվ բան, այդ հակավարկանիշը համարում եմ անարդար, սա իրոք եմ ասում, բայց հակավարկանիշով առաջի տեղում է ընդդիմության մեջ։ Այո, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է լրիվ օբյեկտիվ պատճառներով, ընդդիմության աշխատանքը այդ առումով 0 է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործունեությունն է այդպեսին։ Եվ այդ թվերի, երբ որ մարդիկ թվերի հետ են ծանոթացել, հասկացել են, որ խնդալու է, որ չկա Հայաստանում ընդդիմադիր բևեռ, որը տենց ընդդիմադիր ինքը ինչ-որ ընդդիմության անունից փորձի հայտարարություն անի։ Ասեմ ավելին, հայկական ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանը բավական մենակային տրամադրության մեջ է, նաև հայ հեղափոխական դաշնակցության նաև որոշ գործիչների ոչ միանշանակ գործունեության արդյունքում շատ հնարավոր է նաև դաշնակցությունը մի կողմ քաշվի Ռոբերտ Քոչարյանից, մասնավորապես օրինակ եթե տեսել եք Աղավնի Սուքիասյանի հաղորդման ժամանակ Գառնիկ Դանելյանը հայտարարում է, որ իր առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, սա շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում, այդ վիդեոն իմիջիալից չալարեմ, կկտրեմ, կդնեմ, կֆրցնեմ, կկտրեմ, բայց կարող չդնեմ հələ էլի այդ մասը, հետաքրքիր իրավիճակ է ստացվում, որ դաշնակցականի առաջնորդը 135 տարվա կուսակցության դաշնակցության անդամի առաջնորդը անկուսակցական է, այս տիպի այս մոտեցումները իրականում նաև դաշնակցական իրական դաշնակցական ղեկավարության մոտ ոչ միանշանակ են ընկալվում, որովհետև դաշնակցական գործիչներ կան, ովքեր հարմարվել են Ռոբերտ Քոչարյանի հրահանգները կատարողի դերին, այսպես ասեմ, վիզը ծուռ բան են անում, որպեսզի նաև տեղավորվեն Ռոբերտ Քոչարյանի իբր, այսպես ասեմ, 26 տվի ցուցակի մեջ, բայց դրանց էլ է բան սպասվում, մեծ հիասթափություն սպասվում։ Ըստ էության, այս է իրավիճակը։ Հիմա բացատրեմ ինչի է Քոչարյանը տենց անում, անցած վիդեոյում դա բացատրել եմ, մի հատ նորից ասեմ, ուրեմն ցանկացած իրական պայքար Նիկոլ Փաշինյանի դեմ կարա խառնի Քոչարյանի պլանները։ Ռոբերտ Քոչարյանը ուզում է ամեն գնով մնա Հայաստանի քաղաքական դաշտում։ Եվ եթե այդ գինը Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելն է, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մեր սաղի հաշվին այդ գինը վճարել, վերցնել ընդդիմադիր դաշտը, սխմել սենց ու չթողել, որ Նիկոլի դեմ իրական պայքար մղվի, դա ինքնահռչակվել ընդդիմադիր դաշտի առաջնորդ, փորձել դժե այդ ընդդիմադիր դաշտի առաջնորդ կարգավիճակը նաև Մոսկվաներում փորձել բրթել ու ընդ որում ապարդյուն, ասում եմ, դες տեղեկացնեմ էլի ես հանդիպումների որոշ մանրամասներից էլ եմ նաև տեղյակ, ում հետ ոնց է այդ հանդիպումը, այդ հանդիպումների արդյունքը եղել է այն, որ կրկնում եմ Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի աջակցությունից մնացել է մենակ Վլադիմիր Պուտինի նկարը, որ ինքը կախում է գլխի վերևը ու տենց հարցազրույցներ է տալի։ Ուրիշ ոչ մի բան չի մնացել այդ աջակցությունից, եթե դա եղել է, ես նախկիններից տեղյակ չեմ, էլի, որտեղ այդտեղ էլ վիճելի բաներ կան։ Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանին 2021 թվականին Ռուսաստանը աջակցում էր, ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ մասնակցություն ունի այդ կռելու ենք օպերացիայի մեջ, այսինքն որ մարդկանց խաբել են, ընտրողներին խաբել են ու բան են արել, տարել են դեպի պարտության, դեպի Նիկոլին պարտության, այսինքն եթե այդ մասով կա Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, ուրեմն մեղավորության նաև բաժին ունի Ռուսաստանի Դաշնությունը, ինչը կարծում եմ տենց չի։ Ենթադրում եմ, այդ կստացի ես չեմ բանանում, այդքան հետ չեն գնում։ Հիմա նայեք, Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը այսօր հեռացվի, իր քաղաքական ասելիքը վերջանում է, ինքը էլ ասելիք չունի քաղաքական դաշտում։ Այն որ ասում են Քոչարյանը թող գնա քաղաքական դաշտից, իրականում Քոչարյանը դες գնում է քաղաքական դաշտից, այսինքն Նիկոլը գնում է, ավտոմատով գնում է Քոչարյան Ռոբերտը, ինչ ունի ասելու։
թե Ռոբերտ Քոչյանի, թե Սերժ Սարգսյանի քաղաքական ասելիքը այսօրվա Նիկոլ հերացիրն է, երկուսինն էլ այդ ընդ որում։ Հիմա այդ Նիկոլը հեռանում է, երկուսն էլ քաղաքական ասելիք չունեն քաղաքական դաշտում, Ժողովուրդ ջան։ Պրոստը Սերժ Սարգսյանը համակերպվել է դրա հետ, ասում է ես քաղաքական ասելիք չունեմ, Նիկոլը գնում է, ես էլ գնում եմ ախպեր։ Ռոբերտ Քոչարյանը ասում է չէ, ախպեր, կամ ես այնպես պրասկլադով պիտի Նիկոլը գնա, որ ես գամ, կամ ես կմնամ քաղաքական դաշտում, զորով, դաժե եթե չուզեք, ես կմնամ քաղաքական դաշտում, այնքան մինչև Նիկոլին փոխարինեմ ես։ Էս է Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որը գնալով ավելի անհավանական է դառնում, որովհետև իմպիչմենտի օրակարգը Ռոբերտ Քոչարյանին, այսպես ասեմ, տուպիկի առաջ է կանգնացրել։ Ինքը կամ պետք է իրական պայքար գեներացնի Նիկոլ Փաշինյանի դեմ, կամ պետք է բացահայտ հայտ տալի, որ Նիկոլ Փաշինյանն եւ ինքը սիամական երկվորյակներ են քաղաքականության մեջ։ Նիկոլը Քոչարյանին հանձնարարել է իր անդիմադիրի դերը, այսինքն դեր, որտեղ որ ինքը տենց ազգային ժողովում իր падգամավորները գալիս ու քֆրտոց են ուտում, Նիկոլը իրան տղա է ազգում ու տենց բոլորը երջանիկ բան են անում։ Տենդերների մասով, ֆինանսական հոսքերի մասով, այդ մասով երևի ըստ երևույթին մի հատ առանձին երկար վիդեո կանեմ, որտեղ կպատմեմ, թե Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձիկ, մասնապես խնամին Ռոբերտ Քոչյանի, շատ որոշ Հայաստան խմբակցության падգամավորներ, ինչ տենդերներ են շինարարական, հսկայական շինարարական տենդերներ, օրինակ ՊՆ-ից ստացել այս ընթացքում, այս օրերի մասին է խոսքը, հա։ Ես պրոստը կներեք, էլ թույլ չեմ տա, որ հանրությունը էշի տեղ դնեն, որևէ մեկը ընդ որում։ Որևէ մեկը էլ չի կարող հանրությունը էշի տեղ դնի։ Իսկ Ժողովուրդ ջան, սպասում ենք 2026 թվականի ընտրություններին այդ եզրույթը հանրությանը էշի տեղ դնելու եզրույթ է։ Այսինքն, Ժողովուրդ ջան, ես ձեզ էշի տեղ եմ դնում, այդ եզրույթն է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Եթե մարդիկ կան հանրությունը ում հաճելի է, որ իրանց էշի տեղ են դնում, ես բան չունեմ ասելու, գնացեք, նստեք Ռոբերտ Քոչարյանի հետ միասին սպասեք 2026 թվականի գալուն ու տենց ձեզ բարի բախտ։ Էսա, հա, իդեպ խոսքը վերաբերվում է նաև բանի Քոչարյանի ապագա 26 թվականի ցուցակի մեջ, որտեղ բոլոր այսօրվա Հայաստան խմբակցության падգամավորները, ես ձեզ եմ ասում, ժողովուրդ, այդ մոտեցեք գաղտնի բան եմ ասում, էլի, բոլորդ պատկերացնում եք բոլորիդ ասված է, որ դուք լինելու եք անպայման այդ 26 թվականի ցուցակում։ Այսինքն այսօր Ռոբերտ Քոչարյանը ձեզ դրել է անհարմար վիճակի մեջ, ասել է գնացեք լրատվականների տաղավարներում թուքում ու կերեք իր քաղաքական կապրիզի պատճառով, որպեսի վաղը, որպես հավատարիմ իրան նվիրյալ падգամավորներ ցուցակներում 26 թվականի տեղ ունենաք։ Տենց է, չէ, եկեք չեսնի խոսանք, մարդ չի լսում, մենք ենք։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ցավում եմ ձեր համար, որովհետև այսօրվա Հայաստան խմբակցության падգամավորներից համարյա ոչ մեկ 2026 թվականի Քոչարյանի ցուցակում չի լինելու։ Ձեզ ասեմ իմանաք։ Սա հստակ տեղեկություն եմ ասում, 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի ցուցակը կազմված է լինելու Դոլար Անդոյի եւ Կոչուբաևի կուսակցությունների դաշինքից, իմիջիայլոց այդ նախընտրական կարգախոսն էլ արդեն ընտրված, նախընտրական կարգախոսն առաջ Մայր Հայաստան։ Այդ ցուցակը հետեւյալ տեսքն է ունենալու, ասեմ ձեզ, կարամ կարդամ այդ ցուցակի վեցյակին, հա, ասենց ասեմ, որպեսզի իմանաք, առաջին վեցյակ։ Ավել չեմ կարդում, որովհետև ես չեմ կարծում, որ ասենք այտենց մի այդքանից շատ ավել ինչ-որ ձայն հավաքի Ռոբերտ Քոչարյանն, դա ձեզ կարա խափի, որ ձեզ կարա ասի եկեք ժողովրդի խափենք, որ մենք հեսա Գյումրու ընտրությունները ցույց տվեցին բան, այդ էշթեզը, որ ասվում է, դա վստահ եմ դուք չեք հավատում դրան, վստահ եմ գիտեք, որ Քոչարյանը ստանալու է շատ ավելի քիչ ձայն, քան այս պահին ինքը ունի ազգային ժողովում ներկայացվածություն։ Հետևաբար 6-6 հատով բան կանեմ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ցուցակը առաջին համար Ռոբերտ Քոչարյան, երկրորդ համար Դոլար Անդո, երրորդ համար Արեգնազ Մանուկյան, չորրորդ համար Կոչուբաև, հինգերորդ համար Մանթաշյան Նարեկ եւ 6-րդ համար Էլինար Վարդանյան։ Այս ցուցակն է
փոքրիկ, այսպես ասեմ, կարող ինչ-որ դետալային փոփոխություններով այս ցուցակով է գնալ։ Այս առաջի վեցյակն է, սա կազմված ցուցակ է արդեն։ Այնց որ ժողովուրդ ջան, հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ, այս պահին ձեզ շատ վատով օգտագործում են, ձեզանից խնդրել են ձեր ուժերից վեր, ձեզանից չեն խնդրել, ձեզ պահանջում են ձեր ուժերից վեր ինչ-որ մի հատ բան են խնդրել, որ դուք անեք, գնաք խայտառակվեք, գնաք լրատվական տաղավարներում բան անեք։ Բացատրեք, թե խի impeachment չեք նախաձեռնում, այսինքն իրականացնեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապրիզը, անարգվեք, ժողովրդի աչքից ընկնեք, վարկաբեկվեք, ինչ որ այլ մարդու կապրիզով, որի հով տունը նստած է իր համար, պատվերը տվել է նստած է։ Այն հույսով, որ կհայտնվեք 26-ի ցուցակում, բայց նույնիսկ դա տեղի չի ունենալու։ Այնց որ դաժե եթե ձեր մոտիվացիան 26 թվականի ցուցակում հայտնվելն է, ես վստահեցնում եմ, որ նույնիսկ այդ չի լինելու, որովհետև վարկաբեկված մարդկանց կապ չունի դու հանուն ում ես վարկաբեկում քեզ, հարգելի Հայաստան խմբակցության падգամավոր։ Եթե քեզ ասում են գնա հանրային դաշտում ապացուցի բոլորին, որ բան է, impeachment-ը դա վատ բան է, ու վարկաբեկվի ու թուքումուր կեր հանրության կողմից։ Վաղը այդ նույն մարդը ձեզ ասում է, ինքը իր ցուցակ քեզ չի ներառելու, որովհետև դուք ելնելու եք վարկաբեկված, դուք ելնելու եք ոչինչ չարած անգործունակ ընդդիմություն։ Միակ հնարավորությունը, հարգելի ժողովուրդ, ես հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ ջան, վերջին անգամ եմ ես լավով ասում, լուրջ եմ ասում, որովհետև լավով էլ կա եւ չլավով էլ կա, էլի, այդ չլավովին ենք ոնց որ արդեն մոտենում, այդ նույն բանի։ Ուրեմն երբ որ ես արդեն երկիրը փրկելու խնդրի առաջ ենք մենք սաղս կանգնե հանրությունով, կներեք մենք պատրաստ ենք յուրաքանչյուրիդ վրով քայլելով անցնել գնալ։ Այսօր սաղը ձեզ շատ կարևոր եսի ինչի տեղ մի դրեք, ձեզ մի տենց այնքան կարևորեք, որ յանի տենց ձեր գործունեությունից եսին ինչա կախված, ձեզ գործունեությունից ոչ մի բան է կախված չի, ձեզ ասեմ իմանաք, այդ արդեն սաղս ջոգել եք, որ դուք այդտեղ ազգային ժողովում զբաղված եք ոչ մի բանով։ Հետևաբար հարգելիներս, ձեզանից ով ավելի հայրենասեր կգտնվի, ավելի հայրենիք ավելի շատ կսիրի, քան Ռոբերտ Քոչարյանին, քան 26 թվին իր падգամավորական հնարավոր մանդատը, այդ մարդիկ պետք է նախաձեռնեն Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց։ Հակառակ դեպքում այն մարդիկ, ովքեր չեն նախաձեռնի այդ գործընթացը, ովքեր կպայթեցնեն, փորձեն պայթեցնել այդ գործընթացը, իդեպ ապարդյուն, ովքեր որ կտորպեդահարեն այդ գործընթացը, ովքեր թեկուզ կես բառ թթու խոսք կասեն այդ գործընթացի մասին, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են։ Այսինքն իրանք տես նիկոլական էլ չեն, դա նիկոլականը կարա պրոստը դեբիլ լինի, ինքը տես բան անի, Նիկոլին պրոստը պաշտի։ Իսկ այդ մարդիկ, ովքեր այդ իմաստացները կանեն, իրանք ուղիղ կրում են պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանի հետ միասին եւ հավասար կրում են պատասխանատվություն այս երկրի վրա բերած բոլոր աղետների համար։ Ուղղակի դերաբաշխում ա եղել, այս մարդիկ ընդդիմադիր են խաղում, այս մարդիկ իշխանություն են խաղում, վերջում սաղով հավաքվում են, խնդում են ժողովրդի վրա իրիկունը, սենց է ստացվում։ Եթե տենց չի, Ժորժ ջան, մի ձև կա այդ ապացուցելու, դա impeachment-ի գործընթացի նախաձեռնումն է, չէ, ուրեմն գնացեք հանրային տաղավարներում, դաշտում, ԶԼՄ-ներում, սա վերջ չունի, սա ձեզ երդվում եմ ձեզ, ես չեմ հոգնելու, չի պրծնելու այս գործընթացը, եթե ես հոգնեմ, չգիտեմ ինչ լինեմ, այսի գնալու է առաջ, սա վերջ չունի, սենց գնալու ենք մինչև, սենց ասեմ, եթե դուք Նիկոլի, պարզվեց, որ դուք Նիկոլի հանցակիցներն եք, ձեզ զգում, ձեզ դերում եք պատկերացնում, ուրեմն կստանաք ինչպես Նիկոլի հանցակիցներ։ Ձեզ բոլորից շատ սիրում եմ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, լավ եղեք, ձեր ցավը տանեմ, ավելի լավ է ժողովրդի հետ լինեք, ավելի լավ է հայրենիքը սիրեք, քան ստեր Ռոբերտ Քոչարյանին։ Լավ եղեք, Ռոբերտ Սեթրակիչ, թարգեք, էլի խնդրում եմ, իրոք թարգեք, լուրջ եմ ասում։ Այս իրավիճակից շատ գեղեցիկ ելքեր կա, որտեղ բոլորը նորմալ շահած դուրս կգան, այդ թվում նաև դուք։ Եկեք, եթե բան կա, թեմա կա, գամ, կարող միասին ձեզ քննարկեմ, ներկայացնեմ, սիրով, ես այդ առումով ամբիցիոզ չեմ։ Եթե կուզեք։ Եթե չեք ուզի, ուրեմն ինչ ասեմ, եթե այս գործելավոճով եք շարունակելու, պարոն Քոչարյան, ուրեմն
համապատասխան վերաբերմունքն ստանալու եք։ Այդ ինչի դուք ձեզ թույլ կտաք 2021-ին մարդկանց կհելնեք խաբեք, կասեք կրելու ենք, ասենք մենք մեր իրավունք չունենք, էլի, հելնենք ձեզ հարցնենք, ասենք բախի չկրեցիք, պարոն Քոչարյան, հա։ Այդ ինչ որտեղ գրած է, այդ եմ ուզում ջոգեմ, որտեղ գրած, որ մենք այդ հարցը ձեզ տալու իրավունքը չունենք։ Իսկ 2021 թվականի ընտրություններին կլինի մեծ լայնածավալ անդրադարձ։ Ժողովուրդ ջան, որ ասում են keep in touch, բան, այդպես գծի մեջ ենք մնում, գործընթացը շատ ակտիվ։ Մի քիչ այս մի շաբաթը վերջի տեկտոնական էր, ես էլ մի քիչ այնքան էի քաշվել, որ այդ որևէ ձև չբողոքեմ ոչ մի բան, բայց տեսնում եմ մինչև որոշ մարդկանց, որոշ չակերտավոր ընդդիմադիրների մինչև sense փեդով չես տալի գլխներին, չեն կարում գործ անեն, էլի։ Ես ստիպված նորից փեդը ձեռս վերադառնալու եմ, որպեսզի սկսեմ այդ մարդկանց բրթեմ առաջ, որ իրանց բուն բանը միսիան կատարեն եւ չփախնեն այդ միսիայից։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, հա, այնտեղ հարց էին գրել, ինչա, մայիս ամիսն է, Գոհար մի հատ անունով աղջիկ գրել, ինչի impeachment չկա, Ջորջ ջան, անպայման այդ հարցը բարձրացրեք, դա շատ կարևոր հարց է, ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներին այդ հարցը տվեք, որովհետև իրանք 4 տարի է խուսափում են, իսկ ես եւ Էդգարը փորձում ենք այնց անենք, որ իրանք չկարողանան խուսափել ու ոնց որ թե ստացվում է։ Լավ մնացեք, գրկում եմ, պատժում եմ բոլորիդ, այդ թվում Հայաստան խմբակցության բոլոր падգամավորներին առանձին գրկում, պատժում եմ։ Հավատում եմ, որ իրենք ի վերջո հայրենասեր մարդիկ են, բոլորի մասին է խոսքը, ու վերջո կհասկանան, որ իրենց ինչ-որ առումով նաև խաբում են, առաջի գիծ են ուղարկում, բայց տակը հետևը բան չկա, էլի, գործընթաց գործունեություն չկա։ Լավ եղեք, խոսանք։